Որն է այդ կախարդական բանաձևը, որ այդ 3 շերտերում հնարավոր է մաքրվել։ Բժիշկները աշխատում են հետևանքի հետ, բայց հետևանքը ունի պատճառ։ Եվ որևէ ելք այլևս չկար, պետք էր հաշտվել, չեմ չափազանցնում, չէ՞, կամ ազատություն։ Այսօրվա դրությամբ ես ունեմ մեծ շնորհակալության զգացում իմ անցած ճանապարհին։ Ադամանդի որակը գնահատվում է իր փայլով, այսինքն իր տաշվածքների քանակով։ Եվ ինչպիսին են երկրորդի կանոնները։ Կյանքը դա դաշնամուր նվագելու պես մի բան է։ Սկզբում սովորում ենք նոտաները, հետո սկսում ենք իմպրովիզացնել։ Էմոցիոնալ ինտելեկտի մասին մի տեսակ մոդայի կապակցություն է դարձել։ Եթե ես ունեմ զարգացած գիտակցություն, եթե ես ունեմ էմոցիոնալ ինտելեկտ, այդ միտքը որ եկա, ես մի հատ շլագբաում եմ դնում։ Խեղդել է պահանջում, որը մարդկային հարաբերություններում արդարություն է պահանջում։ Ցավոք սրտի, հիմա մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ որ մարդիկ ավելի շատ դառնում են արձագանքող, քան տրամաբանող։ Ամեն մի ծառ իր պտուղն է տալիս, եւ յուրաքանչյուր ծառ երազում է, որ մենք իր պտուղը քաղենք եւ ուտենք։ Կեն որ ծառն ասում է, խնդրում եմ ինձ քաղիր իմ պտուղը։ Այս զարմանահրաշ վայրում ժամանակը կարծես դանդաղում է։ Ետևում են մնում առօրյա հոգսերը, շտապողականությունը, եւ երբ լռում է քաղաքի աղմուկը, լսելի է դառնում բնության նախաստեղծ լռությունը։ Եվ ամենակարևորը, այդ լռության մեջ կարողանում ես լսել ինքդ քեզ, քո մտքերը, քո հոգու ձայնը։ Այստեղ հոգ են տանում ոչ միայն մարմնի առողջության, այլ նաև մարդու ամբողջ ներաշխարհի մասին։ Էներգիայի ռեսուրսների վերականգնման համար աշխատում են միանգամից 3 մակարդակներում՝ մտավոր, հոգևոր եւ իհարկե ֆիզիկական։ Այսօր մենք գտնվում ենք Այա Մարիա առողջության պահպանման եւ վերականգնման կենտրոնում, որտեղ մեզ հյուրընկալել է կենտրոնի հիմնադիր Անահիտ Հակոբյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անահիտ, ինչպես միշտ հիասքանչ է ձեզ մոտ, պատղաբերության շրջանում չէի եղել ձեզ մոտ, մի քիչ ենք մայրաքաղաքից վերև բարձրացել, բայց հիանալի զով է։ Ձոր աղբյուրը ինքը իրենով համարվում է առողջ մթնոլորտի վայր, նույնիսկ լեգենդ կա դրա հետ կապված, ժամանակին սա կոչվել է տաճարաբակ, որովհետև այստեղ մարդիկ իրենից հայերը եկել են և տաճարներ են կառուցել շատ, և տեղանքը կոչվել է տաճարաբակ, որը հայտնի է եղել իր բուժիչ օդով։ Այնպես որ կենտրոնը պատահական վայրում չի կառուցված, ինքը ունի նաև շատ առողջարար եւ բուժիչ օդ։ Անահիտ, ես սովորաբար իմ հյուրերին ներկայացնելուց փորձում եմ մի քանի բառով պատասխանել այն պարզ հարցին, թե ով է նա։ Ձեր դեպքում կուզենայի դա զիջել ձեզ, դուք ձեզ ներկայացնեք, որովհետեւ ձեր պարագայում շերտերը տարբեր են եւ մասնագիտական եւ մարդկային, ինչպես կներկայացնեք ձեզ, ով եք դուք։ Գիտեք, շատ երկար ես մտածել եմ այդ հարցի մասին, մանկապարտեզում մեզ մի ոտանավոր էին սովորեցնում, կարճ փոքրիկ ոտանավոր էր, բայց մինչև հիմա հիշում եմ, ասում էր կանաչ ոտքով, կապույտ գլխով, ես ծաղիկ եմ անուշ հոտով, թեև տունկս փոքրիկ եւ ցած, արոտներում միշտ թակ կացած, ես եմ սիրուն գարնանգուշակ, իմ անունն է Մանուշակ։ Եվ ինչու եմ ես այս ոտանավորը այսպես պահել, միջև հիմա հիշում եմ, հասկացա, որ շատ կարևոր է մարդու առաքելությունը։ Մանուշակը ինքը փոքրիկ է, կապույտ գլխով եւ այլն, բայց ինքը միսիա ունի, հա, առաքելություն ունի, եկել է այս աշխարհ, որ գարուն ավետի։ Եվ ես երջանիկ եմ, որ ես կարողացել եմ գտնել իմ առաքելության ճանապարհը եւ նվիրվել իմ առաքելությանը։ Իսկ դուք մտածել եք ոչ թե պարզապես, այլ գիտակցված հանգստի մասին, մարմնի եւ հոգու էներգիան վերականգնելու եւ ոտքերի վրա ամուր կանգնելու մասին։
Երևանից ոչ հեռու Ձորախբյուրի այս օազիսում գտնվող Այա Մարիա առողջարանային սպա կենտրոնը մասնագիտացված կոմպլեքս առաջարկ ունի՝ օրգանիզմի տոտալ դետոքս, զանազան սպա պրոցեդուրաներ, հոգեբանական տրեյնինգներ, արտ-թերապիաներ, անգամ հայկական թագավորական մոտիվներով շոգեբաղնիքի ծառայություն։ Այնինչ պարզապես հաճելի ժամանց կարող է թվալ, օգնում է վերագտնել ամենակարևորը՝ հոգու եւ մարմնի ներդաշնակությունը։ Մի կողմից այստեղ կարելի է գալ առողջության ուժերի վերականգնման ռեստարտի ետևից, մյուս կողմից քո ներսը տեսնելու, ներքին ձայնը լսելու համար։ Ծառայությունները բազմազան են, փաթեթները նույնպես, դրանց մանրամասն կարելի է ծանոթանալ Այա Մարիայի կայքեջում։ Ասում եք, որ Այա Մարիայում կարելի է անցնել տոտալ դետոքս 3 մակարդակներում՝ մտավոր, հոգևոր եւ իհարկե ֆիզիկական։ Սա առողջության պահպանման համեմատաբար նոր երևույթ է մեզանում եւ գուցեև նաեւ ընդհանրապես։ Որն է այդ կախարդական բանաձևը, որ այդ 3 շերտերում հնարավոր է մաքրվել, որն է ձեր ծրագրի յուրահատկությունը։ Տեսեք, այսօր արդեն կարծես բժշկությունը համարվում է 20-րդ դարի փրկիչ օղակը, հա, երբ որ մենք 21-րդ դարում գիտակցեցինք եւ հասկացանք, որ գոյություն ունի հոգե մարմնական բժշկություն եւ հասկացանք, որ մեր բոլոր հիվանդությունների պատճառները գտնվում են հոգեկանում։ Եվ գերմանացի բժիշկ Համերը, որը որ քաղցկեղով հիվանդացավ եւ սկսեց ինքը ուսումնասիրել քաղցկեղով հիվանդներին, տեսավ, որ բոլորի մոտ կա ստրեսի գործոնը։ Բոլորի մոտ եղել է ինչ-որ մի ստրեսային իրավիճակ եւ չեն կարողացել հաղթահարել եւ հիվանդացել են քաղցկեղ հիվանդությամբ։ Բժիշկները աշխատում են հետևանքի հետ, վերացնում են հետևանքները, բայց հետևանքը ունի պատճառ։ Երբ որ մենք խորանում ենք պատճառների մեջ եւ կարողանում ենք պատճառը վերացնել, հետևանքը ինքնըստինքյան կարող է վերանալ։ Շատ կարևոր է երաստիճան մաքրումը, որը կապված է նախ եւ առաջ մեր աշխարհընկալման հետ, մեր գիտակցության հետ, մեր կամքի եւ պատասխանատվության հետ, հետո նաեւ հոգեկանում գոյություն ունեցող պատճառների հետ եւ վերջում արդեն ֆիզիկական մարմնի հետ, որտեղ որ դրսևորվում է այդ ամեն ինչը, հա, երևույթանում է, բայց պատճառները գտնվում են մեր հոգեկանում եւ մեր գիտակցության մեջ։ Այդ պատճառով Այա Մարիայում մենք աշխատում ենք միանգամից 3 մակարդակներում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ընտրելով Հայաստանը ոդկասթի շրջանակներում ես հանդիպում եմ մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ստեղծում ու զարգացնում են Հայաստանը, ովքեր ընտրել են Հայաստանը։ Այնպես որ խնդրում եմ ոչ միայն բաժանորդագրվել իմ ալիքին, լսել զրույցը, այլ նաև թողնել մեկնաբանություններ եւ առաջարկել հյուրի ձեր տեխնատվին։ Մեր նախնական զրույցում հիշում եմ, որ դուք պատմեցիք, որ 7 տարի շարունակ ինքներդ պայքարել եք ձեր առողջության համար, երբ որ բժիշկները միայն նույնն էին առաջարկում եւ որևէ ելք այլևս չկար, պետք էր հաշտվել, չեմ չափազանցնում, չէ, կամ մահվան կամ գտնել ինչ-որ ելք եւ դուք փաստորեն 7 տարի տանջանքից հետո գտել եք այդ ելքը, որից հետո միայն համարել եք, որ կարող եք նաեւ մյուսներին օգնել։ Խնդրում եմ պատմեք դա ինչպես տեղի ունեցավ։ Ինչպես գտաք այդ ելքը եւ որն էր դա։ Գիտեք, որ ասում եմ առաքելություն, մենք ոչ մեկս չենք հիշում, չենք գիտակցում, մեր առաքելությունը չենք էլ պատկերացնում։ Բայց գալիս ենք ու կարծես այդ ճանապարհով սկսում ենք քայլել։ Այսօրվա դրությամբ ես ունեմ մեծ շնորհակալության զգացում իմ անցած ճանապարհին, որովհետև եթե ես այդ ճանապարհով չանցնեի, ես այսքան գիտելիք չէի ստանա, այսքան որակներ ձեռք չէի բերի։ Փաստորեն մեզնից յուրաքանչյուրը գալիս է այս աշխարհ որոշակի որակ ստանալու համար։ Եվ կա մի շատ հետաքրքիր լեգենդ, պատմություն հրեշտակի մասին, որը գալիս է Աստծո մոտ եւ ասում է. ես ուզում եմ ծնվեմ երկիր մոլորակի վրա, որպեսզի ներել սովորեմ։
բոլորը ասում են, այդ ինչ բարդ խնդիր ես վերցրել, դա մի կյանքի համար քիչ կլինի, դժվար է ներելը։ Բայց ասում եմ, ես ուզում եմ այդ որակը ստանամ, հասկանամ, թե ինչպիսին է դա, ինչպես է հնարավոր ներել։ Եվ ուրեմն գրվում է սցենարը իր համար, եւ ըստ այդ սցենարի հավաքվում են դերասանները, դերակատարները, հա։ Երկու հոգի մոտենում են, ասում մենք կլինենք քո ծնողները եւ քո համար կապահովենք դաժան մանկություն։ Մյուսը գալիս է, ասում ես կլինեմ քո կինը եւ քեզ կդավաճանեմ շարունակ, որպեսզի դու ներես։ Մյուսը ասում է ես կլինեմ քո ղեկավարը, քեզ կնվաստացնեմ եւ անարդար կվարվեմ քեզ հետ, բայց բան նրանում է, որ մենք չենք հիշում այդ ամեն ինչը, հա, մենք գալիս ենք ու հայտնվում ենք այդ փորձառությունների մեջ եւ անհնար է ներել այն ծնողին, որը որ իր երեխային մանկատուն է նետել։ Հա։ Անհնար է ներել այն կնոջը, որ անընդհատ դավաճանում է ամուսնուն, հա, որովհետեւ մենք նայում ենք մեր տրամաբանության տեսանկյունից, մեր մտքի տեսանկյունից, իսկ մեր միտքը ամենամեծ իլյուզիոնիստն է։ Մեր միտքը մեզ իլյուզիաներ է հրամցնում եւ մենք ապրում ենք այդ իլյուզոր աշխարհում։ Եվ ազատ է այն մարդը, ով կարողանում է դուրս գալ այդ իլյուզիաներից, որը որ բավականին բարդ եւ դժվար խնդիր է։ Այդ տառապանքի ճանապարհը շատ կարեւոր է։ Փաստորեն դա պետք է, որպեսզի մենք հասնենք ինչ որ հուզական բարձր մակարդակի, հա, մեր էմոցիաները ճիշտ կառավարել։ Տեսեք, ես երբևէ չեմ մտածել հայերենի ստուգաբանությունը տառապել ինչ է նշանակում, չէ՞ որ յուրաքանչյուր բառ իր արմատները ունի եւ ի վերջո հասնում ենք ինչ որ մի հիմքի, օրինակ ռուսերենի մեջ ստրադանիե բառը արմատը ստրադան է, ստրադա նշանակում է բերք։ Այսինքն հասունացումը, բերքը ինչպես է հասունանում, չէ՞, փաստորեն տառապում է, որ քաղցրանում է, որ համովանում է։ Եվ ես շատ այսպես անալոգներ ունեմ իմ համար կյանքից վերցրած, տեսեք օրինակ Ադամանդի քարը, ես միշտ դա բերում եմ մեր տրեյնինգների ժամանակ, ասում եմ, մեր հոգին նման է Ադամանդի քարի, որը գալիս է այս աշխարհ, որպեսզի տաշվի։ Երբ որ տաշվածքներ է ստանում, հա, գրաններ են, այդ տաշվածքի շնորհիվ կարողանում է լույսը բեկել քարը։ Եվ ինչքան շատ տաշվածքներ ունի, այնքան շատ լույս է բեկում, այնքան փայլը ուժեղ է լինում։ Ադամանդի որակը գնահատվում է իր փայլով, այսինքն իր տաշվածքների քանակով, ինչքան ամուր է քարը, այնքան շատ տաշվածքի է դիմանում եւ այնքան փայլը ուժեղ է լինում։ Նույն ադամանդն էլ մենք ենք փաստորեն, եթե մեզնից յուրաքանչյուրի հոգին այդ ադամանդն է, որը դիմանում է այդ տաշվածքներին։ Տեսեք, ասում են հայ ազգը մազոխիստ է։ Մենք ոնց որ դեպի մեզ ենք ձգում տառապանքը։ Պարզվում ըստ երևույթին, մենք մի ուրիշ նպատակ ունենք՝ մաքրվելու, փայլելու, գուցե դրա տառապանքի միջոցով, հա, որովհետև դրամաբանությունը էլ չի դիմանում, ասում են Տեր Աստվածից ինչու։ Վերջին շրջանում, վերջին տարիներին ավելի հաճախ մենք մեզ այդ հարցը տալիս ենք, ով ենք մենք, ինչ առաքելություն ունենք, ուր ենք գնում։ Հա։ Բավականին բարդ է, որովհետև հիմա մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ որ այն որ ասում level-ը փոխվում է։ Ահա, կոմպյուտերային խաղեր կա, չէ՞։ Երևի level-ը ասենք, որովհետև ավելի հասկանալի է։ Հա, որովհետև մենք հիմա դուրս ենք ավարտվեց առաջին փուլը, հիմա մտնում ենք գոյատևման երկրորդ փուլ, որտեղ որ բոլորովին ուրիշ օրենքներ ու ուրիշ կանոններ են։ Եվ հին գիտակցությամբ, հին մտածողությամբ մենք չի կարողանում տեղափոխվենք հաջորդ փուլ, որովհետև այստեղի կանոնները, առաջի փուլի կանոնները այլ էին, երկրորդինը այլ են։ Եվ ինչպիսին են երկրորդի կանոնները։ Որպեսզի մի քիչ ասում է կյանքը ռուսերեն էր, ինչ է իրենց ներկայացնում կյանքը, դա դաշնամուր նվագելու պես մի բան է, սկզբում սովորում ենք նոտաները, հետո սկսում ենք իմպրովիզացնել։
Հիմա առաջի փուլում մենք սովորում էինք քայլերը, նոտաները, ճիշտ բարոյականությունը, ճշմարտությունը, պատասխանատվությունը, գիտակցվածությունը, տրամաբանությունը, դրանք շատ կարևոր են։ Արժեհամակարգ է եւ այլն։ Ու հիմա մի տեսակ որ չես հասկանում, որովհետեւ այդ ամեն ինչը կարծես իջիկ է դառնում են ոնց կասկածի մտածում ես ինչ որ սխալ ես ապրել։ Բայց ես կարծում եմ, որ դա ոչ թե իջիկ է դառնում, դա անցնում է մկանային հիշողության մեջ, ինքը շատ նման է մեքենա վարելուն։ Երբ որ մենք նոր սկսում ենք մեքենա վարել, բավականին դժվար է։ Ինձ օրինակ որ սովորեցնում էին, ասում էին սա գազն է, սա տորմուզն է, սա կոնուսն է, սա ղեկն է, դիմացը տեսնես, աչը տեսնես, ձախը տեսնես, հետևը տեսնես, ասում էին մի անգամից, ասում էին այո։ Իմ ուղեղը ասում էր անհնար է։ Որ դա մի անգամից ոնց է դա հնարավոր անել, հա։ Բայց մենք տառերն էլ ենք այդպես սովորում։ Առաջին դասարանում մի հատ հիշեք ինչքան դժվար էր տառ գրելը։ Հիմա երբ որ մենք դնում ենք, սկսում ենք գրել, մենք չենք էլ մտածում, ինքը իրեն մեր ձեռքը գրում է, հա, ինչ որ թելադրում ենք։ Եվ տառեր սովորելու փուլը բավականին դժվար է ֆիզիկական մակարդակում եւ հենց այդ հանոսություններ, որ մենք բավականին երկար ժամանակ մնացինք նյութի ստեղծման մեջ, որպեսզի պաշտեցինք այդ ամեն ինչը, որ ստեղծվի, որ հողակցվի, հա, որ կայանա։ Հիմա պիտի նյութին դարձնենք հոգևոր։ Այսինքն հիմա Քրիստոսը եկավ, որ համբարձումը տեղի ունենա, հարությունը լինի եւ այստեղ հակասություններ են կարծես թե առաջանում, բայց իրականում իմպրովիզացիան է մտնում արդեն այն հիմքի վրա, որ մենք ունենք։ Մեքենա վարելը կարողանում ենք վարել շատ հանգիստ, երբ արդեն մեր մկանային հիշողությունը ֆիքսել է այդ ամեն ինչը։ Ու մենք ղեկին նստած կարող ենք երգելով վարել, չմտածել։ Հիմա ինչ անեմ, հիմա ոնց անեմ, որտեղ մտքով չես անում։ Բարուսեվակ ընկերոջդ գնում են Սևան լողանալու, Սևակը սենց լողում է, ընկերը լողալ չգիտի, ասում է ո՞նց ես անում, ձեռքերիս մասին եմ մտածում, ոտքերս եմ մոռանում, ոտքերս մասին եմ մտածում, ձեռքերս եմ մոռանում։ Ասում է լսի, ո՞նց կարելի է մտածել, լով լողալ։ Հա, պիտի հանձնվես ալիքներին։ Բայց որպեսզի կարողանաս հանձնվել, այդ որակը մեջ պիտի լինի։ Լողալ սովորացնում են, չէ՞ սկզբում, ոնց ձեռքը չարժես, ոնց բռնում են, պահում են, բայց հենց որ դու արդեն այդ գործողությունները կարողանում ես ավտոմատ անել, հենց որ դու դրա մասին այլևս չես մտածում, դու հանձնվում ես ալիքներին եւ սկսում ես լողալ։ Դուք ձեր տրեյնինգներին ու նաև շատ հոգեբաների մոտ եմ դա նկատել, որ միշտ մեզ ուղարկում են մանկությունից գալու եւ դուք էլ մեր ունեցած բազմաթիվ խնդիրների հիմքերը միշտ փնտրում եք կամ ուղղություն եք տալիս տեսնելու մանկությունում եւ ասում եք, որ բլոկեր կան, սահմանափակումներ կան, որ դրվել են այն ժամանակ։ Սա խնդրում եմ բացենք մի քիչ։ Առաջին փուլում, եկեք տենց տնենք առաջի երկրորդ փուլեր, որ պատկերացնենք, առաջին փուլում պատճառահետևանքային կապերն էին աշխատում եւ կարմա հասկացողություն գոյություն ունի, որ մեզ սովորացրել են, որ եթե այսպես անես, հետևանքը կլինի այսպեսին, հա։ Առաջին փուլը նկատի ունեք մեր կյանքի առաջ, այդ հիմա որ ասում եմ առաջի փուլը ավարտվեց եւ մենք անցնում ենք երկրորդ փուլ level-ը, հա։ Հա, ընդհանուր մարդկության level-ը, ես խոսում եմ այդ level-ի մասին, որտեղ օրենքները պատճառահետևանքային կապի կային եւ մեզ սովորեցնում էին, որ մենք պիտի հետևանքը հաշվի առնենք։ Մենք միշտ մեր փորձի միջոցով ենք ավելի լավ հասկանում ինչու չի կարելի եւ որն է, որովհետեւ մենք պատճառի մեջ հետևանքը չենք տեսնում, չենք պատկերացնում, հաճախ ասենք կարող էր հետևանքը փոխանցվել, չգիտեմ, ծնողից երեխային, նախնիներից են սերունդներով գար, հա, ասենք նախնիները ինչ որ մի բան սխալ անեն, վճարեին սերունդները։
Կա այդպիսի բան, կարմիկ բանով այդպես էր։ Հիմա երկրորդ փուլում շատ արագացել է եւ մենք մեր պատճառի հետևանքը անմիջապես ստանում ենք արդեն ապագայից է։ Եթե մենք առաջ դեպի անցյալ էինք գնում, որ այնտեղ շտկենք, որ հետո առաջ անցնենք, հիմա արդեն մեր զապրոսը, որ մենք դնում ենք դեպի ապագա, մեր հարցումը, մեր սխալի հետևանքը շատ ավելի արագ ենք ստանում։ Էլ չի երկրորդ փուլի օրենքները այդպիսին են, առաջի փուլի օրենքները այնպիսին են, բայց երկրորդ փուլինը արդեն, որովհետև մենք բոլորովին ուրիշ որակով ենք եկել այստեղ, մենք դրանք գիտենք, դրանք մեր գեների մեջ նստած են, դրանք մեր Այսինքն էլ մենք այլևս պատասխանատու չենք մեր անցյալի Մենք միշտ ամեն համար պատասխանատու ենք։ Միշտ մենք ենք պատասխանատու։ Միշտ պատասխանատու ենք եւ շատ հետաքրքիր է, որ պատասխանատվությունը թվում է թե բեռ է, թվում է թե դժվար է, թվում է թե ծանր է, բայց պատասխանատվությունն է, որ տալիս է մեզ ազատություն, պատասխանատվությունն է, որ տալիս է մեզ թեթևություն, եւ հենց երկրորդ փուլում մենք հատկապես մեր պատասխանատվությունով ենք մտնում մեր գիտակցվածությամբ եւ պատասխանատվություն ինքներս մեր շրջապատի, մեր հարազատների, մեր գործի Այն ինչ դուք ասում եք բարձր գիտակցություն է պահանջում, թե պետք է հասնել դրան ինչ որ Անշուշտ, մենք արդեն բարձր գիտակցության դաշտ ենք մտել, ուզենք չուզենք։ Եվ ովքեր որ համապատասխանելու են այդ տատանումներին, այդտեղ կայանան, ովքեր որ ոչ, պետք է իրենց էվալյուցիան անցնեն ուրիշ տեղ, ուրիշ այդ առաջի փուլը պիտի շարունակվի։ Այն ինչ դուք ասում եք գիտական հիմքեր ունի, թե ուղղակի գիտական հիմքերը, գիտեք, այսպես է, մինչև նույնիսկ ասեմ մատերիալիստական գիտակցություն եւ հոգեվոր գիտակցություն։ Մատերիալիստական գիտակցության ժամանակ գիտությունը միայն ընդունում էր մատերիալիստական օրենքները։ Հիմա առաջացել է քվանտային ֆիզիկա գիտությունը, որը բացատրում է հոգեվոր գիտելիքը։ Եվ քվանտային ֆիզիկան թույլ է տալիս, որ մենք հասկանանք եւ ընդունենք իրականությունը հոգեվորի։ Եվ այսօր արդեն մատերիան եւ հոգեվորը գործում են միասին։ Ամենամեծ էքսպերիմենտը դա հենց այս էքսպերիմենտն է, որը որ նյութի մեջ պիտի հոգեվորը սկսի, հոգին սկսի աշխատել։ Այդ համբարձման գաղափարն է այստեղ դրված, որ մենք պիտի թեթևանանք, մենք պիտի այդ որակները, որ ձեռք ենք բերել, արդեն ծանրը թողնում ենք, մտնում ենք թեթևի մեջ։ Իմպրովիզացիայի ժամանակաշրջան ենք մտնում, բայց մեր որակներով դա հենց այնպես չի անցել, ինչեւ առաջի փուլ չունենաս, երկրորդ փուլ չես մտնում։ Այա Մարիայում հուզական ինտելեկտի տրեյնինգներ եք անցկացնում, հուզական ինտելեկտի, էմոցիոնալ ինտելեկտի մասին, մի տեսակ մոդայի կապակցություն է դարձել, բայց շատերը չեն հասկանում դա ինչի մասին է։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, դա մեր հույզերի կառավարման մասին է, հա, արվեստը, որը եւ մեր եւ դիմացինի, ինչպես կբացեք եւ ինչպես դա կարողանալ ճիշտ կառավարել։ Հա, երկրորդ փուլում շատ անհրաժեշտ է, որpիսի մենք կարողանանք երկրորդ փուլում գոյատևենք, մենք պիտի տիրապետենք էմոցիոնալ ինտելեկտին։ Առաջի փուլում եկեք այսպես ասենք, որ մենք երեխա ենք։ Մարդկությունը գտնվում է երեխայի մակարդակում։ Երեխան շատ գիտակցություն չունի, շատ իմպուլսիվ է, պատասխանատվություն չի կրում, անում է որոշակի գործողություններ, փորձ է ձեռք բերում։ Երկրորդ փուլում արդեն եւ այդ իմպուլսիվությունը զիջում է իր տեղը գիտակցվածությանը։ Որպեսզի պարզ լինի, բերեմ Օթելոյի օրինակը, որ պատկերացնենք։ Գիտենք բոլորս էլ Շեքսպիրի Օթելոյի պատմությունը եւ գիտենք, որ Օթելոն շատ խանդոտ, շատ հզոր, մավր էր եւ այլն ուներ շատ գեղեցիկին եւ ինչ է տեղի ունենում Օթելոյին տալիս են միտք, որ ասում էր միտքը իլյուզոր է, իլյուզիոնիստ է։
Յավոն ինքը գիտի ինչ է անում։ Օթելոին ասում է կինդ քեզ դավաճանում է, հա։ Եկավ ինֆորմացիա։ Եկավ միտք։ Եվ փաստ, թաշկինակ։ Միտքը կա, ինֆորմացիան կա, փաստը կա։ Կա։ Օթելոն թույլ է տալիս, որ իր էմոցիան փակի իր գիտակցության դուրը, այսպես ասած։ Եվ ինչ է տեղի ունենում, խանդը, երբ որ կուրացնում է իրան, ինքը հաջորդը գործողություն է անում։ Գործողությունը կնոջը սպանում է, խեղդելով։ Հիմա նայեք միտք, էմոցիա, գործողություն։ Սրանք մեր այդ 3 մակարդակներում գտնվող էներգիաներն են, որոնք որ մեզ գործողության մեջ են դնում։ Եթե ես ունեմ զարգացած գիտակցություն, եթե ես ունեմ էմոցիոնալ ինտելեկտ, այդ միտքը որ եկավ, ես մի հատ շլագբաում եմ դնում տեղ, ու հարց եմ տալիս, որտեղից ես գալիս, ինչ ես ուզում անես իմ համար, ինչքանով է դա ինձ օգտակար, ինչքանով է դա ինձ վնաս, Ուր կհասցնի ինձ այդ։ ու ընդհանրապես բացեմ ես իմ սահմանը, որ դու ներս մտնես, թե ոչ։ Ուրեմն առաջի սահմանը դա մեր մտքի եւ էմոցիայի արանքում այդ շլագբաումն է կամ գոնե մարդ պիտի կարողանա դադար վերցնի էմոցիայից առաջ։ Միտքը եկել է գիտակցության մեջ։ Մենք ենք որոշում թույլ տանք էմոցիան միանա թե ոչ։ Բայց շատ հաճախ, քանի որ մենք դեռ մանուկ ենք, քանի որ մենք դեռ իմպուլսիվ ենք, դեռ մտքի ազդեցության տակ ենք, իլյուզիայի մեջ ենք եւ այլն, մի անգամից դե հա, արագ, որտեվ էգոն չի համբերում, արագ։ Ու հա հիմա մի հատ էլ անեկդոտ կպատմեմ դրա հետ կապված։ Ու թույլ ենք տալիս, որ էմոցիան բարձրանա, հա։ Էմոցիան առանց բանի չի մնում, էմոցիան գործողություն է պահանջում։ Խեղդել է պահանջում, որը մարդկային Արդարություն հարաբերություններում է պահանջում, էմոցիան արդարություն է պահանջում։ Անարդար էր այդ ինֆորմացիանից համար, ես պիտի արդարությունը վերականգնեմ, չնայած որ շատ եմ սիրում կնոջս։ Այսինքն այս սրանք այն կարծրատիպերն են, այն համոզմունքներն են, այն որոնք որ մեզ ներարկված են մանկությունից, որոնք որ մենք կարողանանք հաղթահարենք, ստապ լինենք, արթուն լինենք, գիտակից լինենք ու հասկանանք ինչի համար ենք անում։ Կան վարժություններ, եթե շատ պարզ արտահայտվենք, ինչ որ դուք ասում եք, ես հասկանում եմ, որ իրականության մեջ մենք ասում ենք հավասարակշիռ մարդ է, չէ, կարողանում է ինքն իր հույզերը կառավարել եւ այլն։ Կան ինչ որ վարժություններ, որոնք կարելի է կիրառել եւ ես գիտեք, երբ պատրաստում էի զրույցին, մեր լսեցի էլի քոուչերից մեկին, Ռադիսլավ Գանդապաս, ծանոթ եք երևի, ասում էր օրինակ, կենց հաղում հանդիպող շատ տեսարան, երբ որ քո երեխայի սենյակը անընդհատ թափթփված է։ Ինչ անել։ Ինչ ենք մենք սովորաբար անում, կռվում ենք, ցույց ենք տալի այս ստեղեր պետք դնել, սա ոսմա առաջին բանը ընդունեք, որ դուք ունեք այդ երեխային, ուրախացեք այդ փաստով։ Երկրորդը գործողություն արեք, դուրը փակեք, մի մտեք սենյակ, կամ որ ավելի հավասարակշիռ մոտեցում, օգնեք նրան հավաքել, բացատրեք սխեման ոնց կարելի է հավաքել, հիշեք ձեր մանկությունը, ի վերջո ընկերացեք երեխայի հետ, այսինքն ինչ որ, բայց դա ժամանակ է պահանջում, չէ՞ դա ինքդ քո վրա աշխատանք է պահանջում, այնքան էլ հեշտ չի։ Մենք չենք սիրում մեր վրա աշխատել, մենք սիրում ենք, որ մեր շրջապատում բոլոր իրենց վրա աշխատեն, բացի մեզանից։ Եվ խնդիրը հենց այդտեղ է, երբ որ մենք գիտակցենք, հասկանանք, որ այն ինչ մեզ շրջապատում է, դա մենք ենք, եւ եթե մենք մեզ վրա աշխատենք, մեր շրջապատը կփոխվի, շատ ավելի կդառնան գիտակից եւ պատասխանատու։ Երբ որ մենք չենք ուզում վերցնել պատասխանատվությունը մեզ վրա, մենք ծեծում ենք մեր երեխային, մենք նեղանում ենք մեր ամուսնուց, մենք մեղքը դնում ենք բոլորի վրա, բացի մեզանից։
դա հենց պատասխանատվություն վերցնելու վախն է, իսկ մեր էգոն չի սիրում պատասխանատվություն կրել եւ չի սիրում համբերել։ Մեր էգոն սիրում է շատ մտքի միջոցով, հա, մեր միտքը եւ էգոն միասնական են։ Մեր թշնամին հենց մեր միտքն ու էգոն են, որովհետեւ մեզ թվում է, որ իրանք մեր ծառան են, բայց մենք երբ որ իրանք իշխանության տակ ենք, արդեն մենք իշխված ենք, մենք դառնում ենք օթելո, հա, ցավոք, որովհետեւ այդպեսի մի անեկդոտ կա, ասում է մեկը զանգ են տալիս հեռախոսով, ասում են Գևորգ, կինդ քեզ դավաճանում է շուտ արա հասցես աստծեյո։ Այս Գևորգը արագ հագնվում է, մեքենան նստում է եւ ճանապարհին ավտովթար է ենթարկվում, տանում են հիվանդանոց, հայրը գալիս է, ասում է լավ պատմի տնամ, ինչ եղավ, ոնց է, գործես թե պիտի գործի լինի իր այդ ժամին, ինչ, այդտեղ էր հայտնվել դա։ Բա ասում է մեկը զանգեց, ասեց Գևորգ, կինդ ասում եմ, բայց քո անունը Գևորգ չի, դու էլ ամուսնացած ես, ուր էիր գնում։ Էմոցիաների դիտակցությունից իմպուլսիվ, ցավոք սրտի, հիմա մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ որ մարդիկ ավելի շատ դառնում են արձագանքող, քան տրամաբանող։ Այո։ Դա բավականին վտանգավոր է եւ տանում է բոլորովին ուրիշ տեղ։ Տեսնում ենք մեր։ Այո, հիմա մենք այդ անցումային փուլում շատ հաճախ մենք դա տեսնում ենք, որ առանց տրամաբանելու, առանց գիտակցելու ռեակցիա տալը հասցնում է նրան, որ դու կարող ես հայտնվել հիվանդանոցում չհասկանալ, թե այդ ոնց ստացվեց, որ տենց։ Նույնիսկ երբ որ դու Գևորգը չես, եւ ամուսնացած էլ չես։ Հա? Միշտ կատակները եւ անեկդոտները ծնվում են ճիշտ իրականության եւ դա է բարձրացնում այս միաստիճան վերը, որովհետեւ եթե մենք մնանք այդ տրագիկ իրավիճակի մեջ, այդպես էլ քիչնենք ներքև, բայց կատակի շնորհիվ մենք կարողանում ենք ինքներս մեզ բարձրացնել միաստիճան բարձր։ Այսինքն այդպիսի պրակտիկ վարժություն մեծ հաշվով չկա, պետք է ուղղակի պրակտիկ վարժությունները նախ եւ առաջ գիտակցումն է, շատ կարեւոր է, որ մենք ընդունենք այդ փաստը, մեր աշխարհընկալումն է, որ հասկանանք, որ մեզնից ենկոմ ուրիշ ոչ մեկին մենք չենք կարող դաստիարակել, կարգի բերել, մենք ենք աղբյուրը, մենք մեզ հետ աշխատում ենք, այս կենտրոնը հենց դրա համար է ստեղծված, որ մենք մեզ հետ աշխատենք եւ կփոխվի, ասма ծիծաղիկ եւ աշխարհը կծիծաղի ձեզ հետ։ Հա։ Ճիշտ է։ Լացողը մենակ չի լացում։ Աղբյուրը մեր ներսում է։ Երբ որ մենք մեզ վրա ենք աշխատում, մեր գործը, շատերը բողոքում են իշխանություններից, այն ասում են յուրաքանչյուր իշխանություն իր ժողովրդի հայելին է, հա։ Մենք պիտի ուղղակի նայենք ու դասեր քաղենք։ Երբ որ հայելու մեջ նայում ես, ասում ես, «Ո՞յ, ես ինչ էսպես, ես պիտի սենց փոխեմ, ես պիտի փոխեմ, եթե ես ուզենամ այդ հայելին փոխեմ, ոչինչ իմ մեջ ես հաջորդ հայելին նույնը պիտի արտացոլի, եթե իմ քթի վրա մուր կա քսված, ինչքան հայելին սրբեմ, ինչքան հայելի փոխեմ, հաջորդը նույն մուրը պիտի արտացոլի»։ Հասկացա։ Մենք պիտի մեր քթի մուրը սրբենք, սովորենք սրբել։ Այդ ձևով մենք կարող ենք փոխել իրականությունը։ Ձեզ մոտ եկող պացիենտ չասեմ, չէ, այդքան էլ պացիենտ չեն, վերականգնվել ցանկացող մարդիկ, էներգիա փնտրող մարդիկ, իրոք այստեղից այս sense մի level բարձրացած են հեռանում, իրենց փոխելու պատրաստ են հեռանում, նկատում եք այդպիսի։ Հա, մենք ունենք բաներ, արձագանքները մեր հաճախորդների ցավոք հատուկենտ են, քիչ են, մասսայական չի, այստեղ մասսայական տեղ չի։ Գալիս են անհատները, ովքեր գիտակցում են, ովքեր եւ մենք ոչ մեկին, ոչ մի խոստում չենք տալիս։ Մենք երբևէ չենք ասում, այո, եկեք մենք ձեզ կբուժենք։ Ես ով եմ, որ ինչ որ մեկին բուժեմ։ Մենք ստեղծել ենք պայմաններ, որտեղ մարդը կարող է ինքը իր վրա աշխատել։ Այդ դա մենք ունենք, որովհետև տան պայմաններում դա անելը շատ բարդ է, շատ դժվար է, որովհետև մեզանից էներգիա է գնում, մեր միտքը արդեն էներգիա է տանում մեզնից, եւ մենք ունենք շատ պարտականություններ, ունենք երեխաներ, ունենք ընտանիք, ծնողներ, ամուսին, աշխատանք, օրվա հոգսեր։
այդ հոգսերի համար մեզնից շատ էներգիա է գնում։ Իսկ որpեսզի մենք կարողանանք մեզ վրա աշխատել, որpեսզի մենք կարողանանք ինքներս մեզ օգնել, մեզ էներգիա է պետք։ Դրա համար մենք կտրվում ենք առօրյա հոգսերից, ես ասում եմ, այսպես բաներ, այդ խողովակներ, որոնք որ մեզանից գնում են, այսպես կտրտում ենք, փակում ենք ժամանակավոր, հայտնվում ենք մեր բոժոժի մեջ եւ սկսում ենք աշխատել ինքներս մեզ հետ։ Ֆիզիկական վարժանքները, շնչառական վարժանքները, դետոքսը, մտքի մաքրումը եւ ֆիզիկական մարմնի մաքրումը տալիս են այն արդյունքը, որը որ մեզ պետք է թե էմոցիոնալ ինտելեկտի եւ թե առողջության ոլորտում։ Բայց դրա համար շատ կարեւոր է, որ մարդը ինքը իրեն ժամանակ տրամադրի։ Մարդը սովորի ինքը իրեն սիրել։ Մեզ փոքրուց սովորացրել են, որ մենք պետք է բոլորին սիրենք, բացի մեզանից։ Այդ չգիտեմ, մեր հայկական դաստիարակության մեջ է, թե առաջի լեվելի, առաջի փուլի օրենքներից էր, այո, ես ինքս հենց իմ մեջ այդ բացահայտել եմ, իմ ինքնամերժումը, մեզ սովորացրել են անձնուրաց լինել, անձնազոհ լինել, դա լավագույն հատկություն է, բայց պարզվում է, դա կեղծ է, եթե դու քեզ չես սիրում։ Որովհետև մենք եւ ինքնաթիռում երբ որ սովորեցնում են, ասում են առաջինը դուք հագեք դիմակը, հետո երեխային, ինչու որ եթե քեզ ինչ-որ բան լինի, դու երեխայիդ չես կարող օգնել, դու պիտի լինես պաշտպանված, դու պիտի լինես առողջ, որ կարողանաս օգնես երեխայիդ, հա։ Դրա համար այսօրվա առաջին հրամայականը ինքդ քեզ սիրելն է, ոչ թե քո էգոն, այլ քո էությունը։ Քո մարմին, երբ որ մենք կարողանանք տարանջատել մեր էգոն, մեր էությունից, որտեվ մեր էգոն մեր փոքրիկ եսն է։ Այո։ Եթե հիշում եք Չախչախ թագավորի պատմությունը, այնտեղ աղվեսը էգոյի դերն է կատարում, որտեվ այդ ջաղած բանին տոնում, հասցում, դարձնում է թագավոր, հա։ Եվ ասում է, բայց հիշիր, այսինքն առաջի փուլից տանում է դեպի երկրորդ փուլ։ Եվ ասում եմ, մի հատ քեզանից խնդրանք ունեմ, երբ որ ես սատկեմ, ինձ փառքով պատվով կթաղես։ Դե հետո սատկում է, գալիս են թագավորին ասում են աղվես սատկել, ասում են տարեք շփրտեք։ Աղվեսը սուտ մեռուկի էր տվել, ասում է ապերախտ, անշնորհակալ։ Մի բան պիտի աներ իմ համար, ես քեզ այդքան ճանապարհ անցկացրեցի, բերեցի, հասցրեցի գահին, թագին, փառքին։ Այ մեր էգոն էլ, այդ աղվեսի դերումը ինքը մեր համար շատ կարևոր գործ է անում եւ ինքը առաջի փուլում է աշխատում։ Երկրորդ փուլում մենք պետք է ազատվենք էգոից։ Երկրորդ փուլում էգոն մեզ պետք չի։ Իսկ ինչն է պետք։ Մեզ պետք է մեր գիտակցությունը, մեր էությունը, մեր մարմինը, որը որ զգալ գիտի։ Իսկ մեր էգոն աշխատում է մտքի հետ, որը որ իլյուզիաներ է ստեղծում։ Իսկ այդ միտքը չի թողնում, որ մենք զգանք մեր մարմինը, ինքը այնպիսի պատկերներ է բերում, այնպիսի համոզմունքներ է բերում, որ մենք անկախ մեզնից դառնում ենք օթել։ Հա։ Ինչ հետաքրքիր է, որ մեր մանկության կարդացած հեքիաթները մեծանում ենք, նոր ենք հասկանում ինչի մասին է, կամ պրոյեկտում ենք կյանքի։ Բոլոր հեքիաթները ունեն խորը հետք մեր օրինակի մանկության սիրած հեքիաթը դա մի հնդկական հեքիաթ կար ոսկի քաղաքն էր։ Հա, ես էլ եմ հիշում ու ես էլ եմ շատ սիրում։ Այդ ոսկի քաղաքի մեջ ամենա այդպես պատկերը, որի մեջ տպավորված է, դա երբ որ այդ տղան բացահայտում է, որ այդ ոսկի քաղաքում ոչ մի հատ ոսկի գոյություն չունի, այլ գոյություն ունեն մարդիկ, երջանկություն, ովքեր որ սիրով կատարում են իրենց աշխատանքը, սիրած աշխատանքով են զբաղվում, երգում են եւ այսպես երջանիկ են, որովհետեւ ունեն խելացի թագուհի։ Եվ ես տրենինգների բաների ժամանակ այսպես դուրս եկավ այսպես, հա, երբ որ հարցեր են տալիս, ես հասկացա, որ իմ շատ այսպես շարժիչ ուժը այդ հեքիաթը հանդիսացել է, որովհետեւ իմ երազանքը հասնել մի այդպիսի ստեղծել մի ոսկի քաղաք, որտեղ մարդիկ կաշխատեն թիմով, կաշխատեն միասին եւ կլինեն գոհ, երջանիկ,
բավարարված եւ սեր կտան մեկը մյուսին, հա? Իսկ դրա համար պիտի որ մենք մեզ վրա աշխատենք, մենք չպիտի այսինքն մենք պիտի աճենք, մենք պիտի մեծանանք մանկական հոգեվիճակից, պիտի մտնենք մեծահասակություն։ Մանուկը ով է, ով որ սպառում է, սպառող է մանուկը։ Մեծահասակը կարող ենք լինել 60-70 տարեկան, բայց մեր մեջ դեռ այն մանուկը լինի, որը ընդհանրապես սպառող է։ Այո։ Երբ որ մենք դառնում ենք մեծահասակ, նայեք մեր շուրջը ծառեր են, եւ ամեն մի ծառ իր պտուղն է տալիս, եւ յուրաքանչյուր ծառ երազում է, որ մենք իր պտուղը քաղենք եւ ուտենք։ Որովհետեւ ծառը չի կարող պտուղ չտալ։ Հա, ինքը գտնվում է այդ մակարդակի մեջ, որ ծառն ասում է, խնդրում եմ ինձ քաղիր իմ պտուղը։ Հա։ Հիմա երևի իմ ամուսինս ինձ ասում է, որ ես ուտոպիստ եմ։ Ես էլ արդեն ընդունել եմ, որ ես ուտոպիստ եմ, բայց չեմ դադարում իմ երազանքները վերածել։ Դե փաստորեն դուք ուտոպիստ եք, նույնիսկ եթե ձեր ամուսինը ասում, բայց ստեղծել եք ձեր ոսկի քաղաքը։ Հա, մնում է, որ հասնենք մի քիչ էլ հաղթահարենք այդ բաները, ոսկի քաղաքի նաև շատերը։ Սեմերը, այո, որովհետև իսկապես մի քիչ մոլախոտն է խանգարում։ Երբ որ մոլախոտը շատ է լինում, պտղատու բույսը չի կարողանում լիարժեք պտուղ տալ, հա, անընդհատ իրանից բան են անում։ Հիմա ասենք նայում եմ էլի նորից մեր անցումային փուլը, այո, դե հասարակության մեջ կան եւ մոլախոտեր, եւ պտղատուներ, եւ կարծում եմ սա աստվածաշնչյան գաղափար է, կոմունիզմի գաղափարն էր, հա, որ վերցվել էր աստվածաշնչից, որ գալու է մի ժամանակաշրջան, երբ որ փողը չի լինելու եւ մարդիկ հարաբերվելու են ազատ է լինելու ըստ պահանջմունքի եւ ըստ կարողության, չէ՞, յուրաքանչյուրից ըստ ունակության եւ յուրաքանչյուրին ըստ պահանջմունքի։ Երբ որ մենք մի քիչ աշխատում ենք ինքներս մեր հետ, մի քիչ դառնում ենք ինքնաբավ, մենք հասկանում ենք, որ շատ քիչ պահանջմունք ունենք։ Մեր պահանջմունքները շատ քիչ են։ Մեզ այնքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Երբ որ մենք դեռ մանկական հոգեբանության մեջ ենք, անբավարարված ենք եւ մենք ասում ենք դες անընդհատ մենք ուզում ենք էլի, բայց հենց ինքներս մեզ ճանաչում ենք, հենց մեր ինքնաբավությունը զգում ենք, մենք հասկանում ենք, որ մենք ավելի շատ տալու կարիք ունենք, քան ստանալու։ Դա էլ է շատ հետաքրքիր level